Հարգելի հայրենակիցներ, այս եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հակաքրիստոնեական հակաեկեղեցական արշավը, որպեսզի ավելի ճիշտ հասկանանք եւ չլինեն մոլորվածներ, որ մտածեն, որ կարող է Նիկոլ Փաշինյանը որտեղ իրոք ուզում է ինչ-որ բան փոխի։ Միած այդ հարցին պատասխանելու դրամաբանության մեջ հիշեք, թե Նիկոլ Փաշինյանը այս 7 տարիների ընթացքում ինչ է փոխել։ Գործանելուց բացի ոչ մի բան չի արվել։ Եվ այդ բանաձևի շրջանակներում եկեղեցու դեմ պայքարի ելի ավելի հեշտ պատկերացնելու համար նշեմ, որ եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի այս կատաղի արշավը սկսվել է այն բանից հետո, երբ Ժնևում ամենայն հայոց կաթողիկոսը բարձրացրեց արցախահայերի վերադարձի իրավունքը եւ իրավունքի մասին խոսեց եւ բարձրացրեց Բաքվում գտնվող մեր հայ գերիների վերադարձի խնդիրը։ Դրանից հետո Փաշազադեն ելույթներով հանդես եկավ, դատապարտեց հայ առաքելական եկեղեցուն եւ ըստ էության կոչեր արեց, որպեսզի հայ առաքելական եկեղեցին ըստ էության կազմաքանդվի։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը լծվել է եկեղեցին կազմաքանդելու, եկեղեցին վերացնելու գործին եւ այն մարդիկ, այն եպիսկոպոս կոչվածները, ովքեր այս կռվում միանում են Նիկոլ Փաշինյանին, ըստ էության իրեն կատարում են Փաշազադեի հրահանգները։ Եկեղեցին բարեփոխելը ինչ է, ինքը անելու է Նավասարդ Կճոյանի միջոցով, այն Կճոյանի միջոցով, որին նա ասում էր Բենթլի Սամով, այդ հիմա ասում են 8, 10, 9 եպիսկոպոս միացել ինչ որ թիվ են հնչեցնում։ Ժողովուրդ ջան, այդ թիվը հնչեցնում են կոլեկտիվ անհատական դավաճանությունը կոլեկտիվ ինչ որ աջակցության տակ թաքցնելու համար։ Դա կոլեկտիվ հուդայություն է, կոլեկտիվ հուդայականություն է այդ ամեն ինչը։ Եվ այդ եպիսկոպոսները, այդ թվում նաև Նավասարդ Կճոյանը, ով միացել է Նիկոլ Փաշինյանին, ես իրենց ուզում եմ հռետորական հարց տալ։ Արդյոք միանալով իրենք հռետորական, որովհետև համոզված եմ, որ այդ նյութապաշտ եպիսկոպոսները կիսում են Նիկոլ Փաշինյանի քաղաքականության բոլոր պատասխանատվությունները։ Արդյոք ինքը համաձայն է եւ հավանություն տալիս է 4 եպիսկոպոսների բանտարկությանը։ Ես կարծում եմ, որ այո, տալիս է այդ հավանությունը հանդիպելով Նիկոլ Փաշինյանի հետ եւ աջակցելով Նիկոլ Փաշինյանին։ Արդյոք նա հավանություն տալիս է դրանով մյուս քաղաքբանտարկյալների բանտարկությանը։ Այո, տալիս է։ Արդյոք նա հավանություն է տալիս Նիկոլ Փաշինյանի այն քաղաքականությանը, որի արդյունքում եւ կիսում է պատասխանատվությունը, որի արդյունքում Արցախը հայաթափվեց, 120,000 մարդ դարձավ գաղթական, Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում։ Այո, կիսում է, ես համոզված եմ, Նավասարդ Կճոյանն էլ, մյուս բոլոր եպիսկոպոսներն էլ կիսում են այդ պատասխանատվությունը եւ Նիկոլ Փաշինյանը հետ հավասարապես պատասխանատու են այդ ամեն ինչի համար։ Այս հարցերի շարքը կարելի է շատ երկար շարունակել։ Եվ ես այսօր ուզում եմ նաեւ մեր ողջունի խոսքը հղել Շիրակի թեմի հոգեվորական դասին, ով ըստ էության իրական հոգեվորականի, արժե համակարգային հոգեվորականի պես իրենց պահեցին։ Նրանք մերժեցին Դավադի, Նիկոլների դավադրությունը ընդդեմ հայ առաքելական եկեղեցու եւ Շիրակի թեմից ոչ մի հոգեվորական չհամաձայնվեց գնալ եւ այդ պատարակը մատուցել, նիկոլական պատարակը մատուցել։ Հիմա ինքը ստիպված ինչ որ քահանաներ է իր հետ տանելու այնտեղ պատարակ անցկացնելու համար։ Կճոյաններ եւ մյուս եպիսկոպոսներ օրինակ վերցրեք Շիրակի թեմի հասարակ քահանաներից։ Մեր զորակցությունը Շիրակի թեմին եւ Շիրակի թեմի քահանաներին, որոնց առաջնորդը հիմա բանտարկված է, ինչպես նշեցինք, Միքայել Սրբազանը, նրա այդ Վակրատ Սրբազանը, Արշակ Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը։ Ամոթ, Այո, ազատություն սրբազաններին, ազատություն,